Ողջույն, շնորհակալություն առցանց ուսուցման այս տարբերակը նախընտրելու համար։ Միասին կուսումնասիրենք 7-րդ դասարանի հայոց լեզվի ամբողջական դասընթացը։ Սիրելի սովորող, լսիր ուշադիր, հետևիր բացատրություններին, գրիր մեզ, եթե հարցեր կամ առաջարկություններ ունես, և միշտ հետևիր հաջորդող դասերին։ Այսօր կխոսենք հատուկ և հասարակ անունների մասին, սակայն նախ կրկնենք այն ամենը, ինչ սովորել ենք նախորդ դասին։ Այսպես, ձևաբանությունը քերականության մի բաժին է, որ ուսումնասիրում է խոսքի մեջ բառերի փոփոխության կանոնները։ Մենք սովորեցինք նաև, որ բառերը ըստ իրենց ընդհանուր իմաստների բաժանվում են խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Գոյականները առարկաների անուններ են։ Գիտենք նաև, որ ըստ իրենց արտահայտած իմաստների գոյականները լինում են անձնանիշ և իրանիշ։ Հասարակ և հատուկ անուններ։ Հասարակ գոյականները, հասարակ անունները անվանում են նույն տեսակի առարկաներ և հասկացություններ՝ անձ, անշունչ առարկա, կենդանի, բնության երևույթ, հասկացություն։ Այսպես, անձ անվանող բառեր՝ մարդ, աղջիկ, տղա, բանվոր, կին, անշունչ առարկա՝ մատիտ, պահարան, կավիճ, գիրք, գրիչ, կենդանի՝ կատու, առյուծ, հավ, օձ, շուն, բնության երևույթ՝ քամի, զեփյուռ, ձյուն, անձրև, մրրիկ և վերացական հասկացություններ՝ վախ, սեր, ահ, միտք, երազ և այլն։ Հատուկ գոյականները, հատուկ անունները անվանում են նույն տեսակի առարկաներից միայն մեկը, տարբերելով մյուսներից։ Օրինակ, անձնանուններ՝ Մեսրոպ, Վարդիթեր, Տիգրան Մեծ, Մխիթար Գոշ, Արտաշես և այլն։ Տեղանուններ՝ աշխարհագրական անուններ՝ Հայաստան, Կովկաս, Սևանալիճ, Ֆրանսիա, Վիկտորիա և այլն։ Կենդանիներին տրվող անուններ՝ Բողար, Ջեկո, Ծաղիկ, Չալո, Ջինա և այլն։ Անվանումներ՝ հիմնարկների, թերթերի, կազմակերպությունների։ Օրինակ՝ Կարմիր խաչ, Ազգ, Անահիտ, Այգ, Միրհավը և այլն։ Հատուկ անունների ուղղագրությունը։ Հատուկ անունները, հատուկ գոյականները լինում են միաբառ, մեկ բառից բաղկացած և բազմաբառ, մեկից ավելի բառերից բաղկացած։ Միաբառ անունները գրվում են մեծատառով։ Օրինակ՝ անձնանուններ՝ Արշակ, Վաղարշակ, Մհեր, Գարեգին, Կոմիտաս և այլն։ Տեղանուններ՝ Հայաստան, Երևան, Արտաշատ, Աֆրիկա, Սևան և այլն։ Կենդանիների անուններ՝ Բողար, Ջեկո, Չալանկ, Չալո և այլն։ Տիեզերական մարմինների և մոլորակների անուններ։ Օրինակ՝ Արեգակ, Լուսին, Մարս, Վեներա, Նեպտուն և այլն։ Բազմաբառ անունները բառակապակցություններ են։ Նրանց առաջին բաղադրիչը միշտ մեծատառով է գրվում, իսկ մյուս բաղադրիչները կարող են գրվել կամ մեծատառով, կամ փոքրատառով։ Այժմ ուսումնասիրենք այն դեպքերը, երբ բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում։
բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում։ Առաջին՝ մարդկանց անուն ազգանուններում, անուն մականուններում և ծածկանուններում։ Օրինակ՝ Գոհար Գասպարյան, Վիկտոր Համբարձումյան, Մարտիրոս Սարյան, Արամ Խաչատրյան, Մեսրոպ Մաշտոց, Աշոտ Երկաթ, Տիգրան Մեծ, Պետրոս Առաջին, Նարդոս, Սայաթ Նովա և այլն։ Բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում նաև հետևյալ դեպքում. տեղանուններում, որոնց երկու բաղադրիչներն էլ հատուկ անուններ են։ Օրինակ՝ Դոնի Ռոստով, Մայնի Ֆրանկֆուրտ, Արփասևան, Վոլգա Դոն և այլն։ Բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում նաև այն տեղանուններում, որոնց առաջին բառը հասարակ գոյական է, իսկ հաջորդը հատուկ։ Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղ։ Այս բառակապակցության առաջին բառը լեռնային, հասարակ գոյական է, երկրորդը Ղարաբաղ, հատուկ գոյական է։ Այդ պատճառով բաղադրյալ հատուկ անունը գրվում է մեծատառով երկու բաղադրիչներում էլ։ Այդպես է նաև Միջին Ասիա, Արևելյան Եփրատ, Բարձր Հայք, Փոքր Ասիա և նման այլ դեպքերում։ Բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում նաև աշխարհագրական անվանումներում, որոնց բաղադրիչ բառերը հասարակ անուններ են։ Օրինակ՝ Ծիրկաթին, աստղակույտ, Հեռավոր Արևելք, Մերձավոր Արևելք, Երկրամասեր, Հայկական պար, Լեռնաշղթա, Մեծ Արջը, Փոքր Արջը, Համաստեղություններ և այլն։ Բոլոր բաղադրիչները մեծատառով են գրվում նաև հոգևոր պատմամշակութային բաղադրյալ անվանումներում, որոնց բոլոր բաղադրիչներն առանձին կամ սուրբ մականվան հետ միասին հատուկ անուններ են։ Օրինակ՝ Մուղնու Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան, Սուրբ Ստեփանոս Նախավկա, Սուրբ Աստվածածին և այլն։ Այժմ ուսումնասիրենք այն դեպքերը, երբ բաղադրյալ հատուկ անվան միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով։ Միայն առաջին բաղադրիչն է մեծատառով գրվում աշխարհագրական բաղադրյալ անուններում, որոնց գերադաս բառը հասարակ անուն է։ Օրինակ՝ Արարատյան դաշտավայր, Արաքս գետ, Սև ծով, Խաղաղ օվկիանոս, Հիմալայան լեռներ, Պարսից ծոց, Կովկասյան լեռնաշղթա, Արայի լեռ, Աղթամար կղզի և այլն։ Օրինակ՝ Արարատյան դաշտավայր բաղադրյալ հատուկ անվան գերադաս բառը դաշտավայր հասարակ անունն է։ Ուստի բաղադրյալ հատուկ անվան միայն առաջին բաղադրիչը պետք է գրվի մեծատառով։ Նույնպես Արաքս գետ բաղադրյալ հատուկ անվան գերադաս բառը գետ բառն է, այն հասարակ անուն է, մեծատառով պետք է գրվի միայն առաջին բաղադրիչը՝ Արաքս։ Միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառ նաև ճակերտների մեջ առնվող անվանումներում։ Օրինակ՝ գրական թերթ, լրագիր, ամբոխները խելագարված, պոեմ, պատերազմ և խաղաղություն, վեպ, ազգային միաբանություն, կուսակցություն, մարտական խաչ, շքանշան և այլն։ Մրցանակների կամ բարձրագույն պատվավոր կոչումների,
Շքանշանների ու մեդալների անվանումներում նույնպես միայն առաջին բառն է գրվում մեծատառով։ Օրինակ. Նոբելյան մրցանակ, Հայաստանի ազգային հերոս, հերոսուհի մայր, հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան եւ այլն։ Կխոսենք եւս երկու դեպքի մասին, երբ բաղադրյալ հատուկ անվան միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով։ Կառավարական եւ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների անվանումներում։ Օրինակ. Ազգային ժողով, Նախարարների խորհուրդ, Պետական դումա, Միավորված ազգերի կազմակերպություն եւ այլն։ Ինչպես նաեւ պատմահասարակական նշանավոր անցքերի, զանազան ծեսերի եւ տոների անվանումներում նույնպես միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով։ Օրինակ. Առաջին համաշխարհային պատերազմ, Երեխաների պաշտպանության միջազգային օր, Ծննդյան տոներ, Նոր տարի, Թարգմանչած տոն, Զատկի տոն, Վարդավառի տոն եւ այլն։ Այսպիսով, ուսումնասիրեցինք բոլոր այն դեպքերը, երբ բաղադրյալ հատուկ անվան բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով, այնուհետև նաև այն դեպքերը, երբ միայն առաջին բաղադրիչն է գրվում մեծատառով։ Իսկ այժմ անցած ամրապնդելու նպատակով կատարենք գործնական աշխատանք։ Բաց թողնված տեղերում դնենք մեծատառ կամ փոքրատառ։ Երևանի հրապարակներում եւ զբոսայգիներում շատ արձաններ կան։ Դուք հաճույքով կարող եք դիտել հայոց գրերը ստեղծող, գրերը բառը պետք է գրել փոքրատառով, որովհետև հասարականուն է, հայոց գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի, Մեսրոպ Մաշտոց, բաղադրյալ հատուկ անվան երկու բաղադրիչներն էլ գրվում են մեծատառով, պատմահայր Մովսես Խորենացու, Մովսես Խորենացին նույնպես գրվում է մեծատառով, հայ ժողովրդի երգի ու երաժշտության հանճարներ, երգի բառը պետք է գրել փոքրատառով, որովհետև հասարականուն է, Կոմիտասի, Կոմիտաս բառը գրվում է մեծատառով, Սայաթ Նովայի, նորից հատուկ անուն է, գրվում է մեծատառով, երկու բաղադրիչներն էլ, հեղափոխականներ, հասարականուն է, գրվում է փոքրատառով, Միքայել Նալբանդյանի, հատուկ անուն է, բաղադրյալ հատուկ անուն, կազմված երկու բաղադրիչից, անուն, ազգանուն, երկուսն էլ պետք է գրել մեծատառով, Միքայել Նալբանդյանի, նույնպես Ստեփան Շահումյանի, երկուսն էլ պետք է գրել մեծատառով, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի, ճարտարապետ բառը պետք է գրել փոքրատառով, հասարականուն է, իսկ Ալեքսանդր Թամանյան անուն ազգանունը պետք է գրել մեծատառով, բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի, հասկանալի է, երկուսն էլ մեծատառ, Ավետիք Իսահակյանի, բաղադրյալ հատուկ անվան, երկու բաղադրիչներն էլ գրում ենք մեծատառով այստեղ, Եղիշե Չարենցի, նույն կերպ, Եղիշե Չարենցի արձանները։ Այսպիսով, սովորեցինք հատուկ անունների ուղղագրությունը։ Շնորհակալություն։ Իսկ հաջորդ դասին կխոսենք գոյականի թվի մասին։